Շնորհակալություն։ Տիկին Գրիգորյան, պարոն Կարապետյան, իրոք շատ դիսկոմֆորտ է եւ երբ որոշում եք կայացրել եւ մանդատները վերցրել եք, որովհետեւ տևական ժամանակ է եւ այսօր եւս արդարանում եք, թե ինչու եք դուք հայտնվել խորհրդարանում։ Հայտնվում եք այն մարդկանց առաջ, ովքեր ձեզ ուղարկել են խորհրդարան։ Այդ մարդիկ ասել են գնացեք խորհրդարան, այս համամասնությամբ։ Ինչ եք արդարանում, որ դուք եկել եք խորհրդարան։ Կարող է, որովհետեւ ապոկալիպտիկ եզրահանգումներ եք ներկայացրել եւ ասել եք, որ օրինակ ցեղասպանության հուշահամալիրը դառնալու է մզկիթ։ Կարող է, որովհետև ասել եք, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Կարող է ասել եք, որ մեր երեխաները բոլորի այլևս չեն կարողանալու գնալ մանկապարտեզ, որովհետև լիքը սաֆորովներ են փոքր լինելու։ Կարող է դրա համար դիսկոմֆորտ ունեք։ Բա մտածեիք այն ժամանակ, որ այդ ամեն ինչն ասում եք, հիմա էլ աչքերից չեն նայում։ Այն ժամանակ դրա մասին մտածեիք, որ այսօրը գալու է, դուք առերևս վերելու եք ձեր ասածների հետ։ Եվ առերեսվելու մասին։ Մենք առաջիկա շրջանում ամեն օր ձեզ առերեսելու ենք ձեր ասածների հետ։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ-հատ ու յուրաքանչյուրից հետ, որովհետև դուք դրանով ահաբեկել եք մեր ժողովրդին։ Ու հիմա պետք է ես նենց բարձր եմ տեղից խոսում, կարող եմ ես էլ տեղից խոսել։ Ու հիմա պետք է պատասխան տաք այդ տերորի համար մեր քաղաքացիներին։ Այն քաղաքացիները, որ ձեզ ուղարկել են այստեղ, իրանք հիմա դիսկուս կա սոցցանցում, թե ինչու չերթվեցիք։ Օրինակ, ինչու չերթվեցիք։ Ժամանակին միայն պարոն Սաղաթելյանը չերթվեց ու ասաց, որ ինքը մի երթում ա տվել զենքի վրա, բոլորը դաշնակցական եք, թե այլ պատճառ կա։ Ու մարդիկ քննարկում են։ Ասում են կարող է, որովհետև հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության հզորացման չեք ցանկանում բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի ձեր պարտականությունները։ Չեք պատրաստվում պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները։ Կարող է, որովհետև չեք ցանկանում նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ կամ քաղաքացիների քաղաքացիական համերաշխության համար, քաղաքացիների անվտանգության համար, պաշտպանության համար։ Երևի մտածում են մարդիկ, ասում են, երևի չեն կատարելու, չեն պահելու, դրա համար չեն երթվում։ Կարող եք դուք ձեր ուրեմն տարբերակն ասել, եթե սա չէ։ Պարոն Ռուբինյան, եթե նկատեցիք, ձեզ հարցեր չկային, օրինակ Ռուսաստանի հետ հարաբերություններից, որտեղ բոլորը խնդիր են տեսնում այս օրերին։ Չկար հարցեր, օրինակ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներին առաջացող, օրինակ կաթնամթերքի խնդիրը, չէ՞։ Մեր քաղաքացիները այսօր բախվում են, մանավանդ որ ինչ-որ փորձաքննություն ցույց է տվելու կաթնամթերքի մեջ այդ խնդիրները չկան եւ այլն եւ այլն։ Օրինակ, ասեք, ձեր գործիքակազմը խորհրդարանի նախագահի ո՞նց եք պատրաստվում կիրառել, որպեսզի այդ խնդիրները մեր ժողովուրդը այդ խնդիրներին չառերեսվի։ Չէ, ձեզ հետաքրքրում է Թուրքիայի հետ հարաբերությունները, Ադրբեջանի հետ հարաբերությունները, որտեղ այդտեղ մենք գնում ենք կարգավորման։ Դա ձեր պլանների մեջ չի մտնում։ Կարգավորվող հարաբերությունները, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ձեր պլանների մեջ չի մտնում։ Այ Ռուսաստանի հետ կապված խնդիրները, ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները ձեր պլաններով ամեն ինչ գնում, դրա համար դուք այստեղ որևէ հարց չունեք։ Չէ՞ որ մինչև ընտրություններն էլ ասում եք, որ այ նման բան լինի, մի հատ էլ ասում եք պիտի Ռուսաստանը ուշադրություն հրավիրի իշխանամերձ գործարարներին եւ նրանց համար խնդիրներ առաջացնի, հիմա փաստորեն դուք սրա հետ բացարձակ խնդիր չունեք։ Տիկին Վարդանյանն ասում էր, որ ինչ որ երեսպաշտությունից էր խոսում, Տիկին Վարդանյան, յուրահատուկ երեսպաշտություն է պետք։ Այսքան ընտրակաշառքների մեղադրանքների, այսքան այս ամեն ինչից հետո գաք ու ընտրակաշառքից խոսակ, ընտրակեղծարարությունից խոսակ։ Սա ասում է մի ուժ, որի թիմակիցների մեծ մասը իդեպ երկուսի էլ այն Բարգավաճ Հայաստանն էլ ձեզ բոնուս։ Մեծ մասը այսօր անցնում է այդ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներով, հարյուրավոր մարդիկ։ Ու ասեմ ամենակարևորը, այդ մարդկանց մեծ մասը, պարոն Կարապետյան, տվել են խոստովանական ցուցմունքներ, ասել են այո, մեզ վերագրվող արարքը մենք գործել ենք։ Մեծ մասը հետաքրքրում է, ճիշտ է, պարոն Վարդանյանի հետ կապված ձեր հորեղբայրն ասում էր, որ լավ չի գաստվե, որ գազ տար բանկ դառնայի վարչապետ, բայց իրականում մեծ մասը հետաքրքրվեք, կգաք մի օր կասեք։
Կամ համապատասխան մարմինները, որ գան կհետաքրքրվեք։ Մեծ մասը տվել է խոստովանական ցուցմունք, ասել է, որ այո, մեզ վերագրվող արարքը մենք գործել ենք։ Հիմա չգիտեմ, շանտողություն ինչն եք համարում, ու կխնդրեմ շներին մի կողմ դնել, որպես շուն պահող մարդ եմ ասում, այդ զազրելի արարքը շների հետ կապված որևէ կերպ մի ասոցացրեք, հա։ Բայց կսպասենք մեղադրական եզրակացություններին։ Ինչ վերաբերում է վարչական լծակի կիրառման։ Ուրեմն այո, գործընկերներս էլ ասին, ձեր հարազատների մեծ մասը եւս աշխատում են պետական համակարգում ու դա նորմալ է։ Բայց քանի որ պարոն Մեսրոպ Մանուկյանը խոսեց դրա մասին, օրինակ պարոն Մանուկյանի կինն է աշխատում ազգային ժողովում, ես իմացա, ես ունեմ ուղղակի թող անկեղծ ասել, իրեն ինչ որ զանգ է եղել, իրեն ասել եմ պիտի գնա ԿՊ ընտրեք, այդ լծակը ո՞նց է կիրառվել։ Կամ պարոն Քոչարյան, ձեր հայրը որ թոշակառու է, ոգևորվել է ընտրակաշառքի համարվել եւ գնացել է մեզ ընտրել։ Եթե այո, ասեք, միտեղ կընդունեմ։ Օրինակ թոշակառու մարդիկ, ձեր ծնողները արդյոք գնացել են մեզ ընտրել, ովքեր որ թոշակ են ստանում։ Շատ խոսվեց պարոն Ղազարյան ձեր հայտնի հայտարարության մասին։ Իմ գործընկերները ցիտեցին, բայց ես կուզեմ լսենք սկզբի համար, որտեվ սա ուրիշ արդեն որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Հիմա, պարոն Կարապետյան, կփոխանցեմ, մի րոպե, հեսա կասեմ, տեսեք, ես հետևում եմ ձեր յուրաքանչյուրի խոսացածին ամեն ինչին ձեր հավատարիմ հետևորդն եմ պարոն Ղազարյան։ Դուք, ես չեմ հիշում մի դեպք, որ ասեք, որ ես հերքում եմ, ես դա նկատի չեմ ունեցել ներողություն սխալ ձևակերպման համար, չնայած շատ հստակ եք ասում։ Դուք անգամ հիշում եմ մի դեպք, երբ որ հաստատել եք, ասել եք այո, ով մտնի եւ ականազերծի այդ հատվածները սահմանազատման համար, այո, պիտի նրա մարմինը հանեն։ Բայց այս տեսանյութը դնելուց, ձայնագրությունը դնելու իմաստը պարոն Կարապետյան, սա չէր, արդեն շատ դրա մասին խոսեցինք։ Պարոն Ղազարյանն ասում է, մենք ցանկանում ենք, որ դուրս բերեն անշնչացած դիակը եւ այլն։ Մենք ձեզ նկատի ունի, հնարավորությունն օգտագործեք եւ ասեք, դուք եւս կիսում եք այս տեսակետը, որ սակրավորների մարմինը պետք է հանեն կամ լավագույն դեպքում խեղված մարմինը։ Գիտեք ինչի, որտեւ նաեւ ձայնագրությունից մեկում ես հիշում եմ, որ հաշմանդամություն ձեռք բերած մեր զին հաշմանդամներին, կարծեմ ձեր բանում էր մեղադրանքը ձեր ուժի հետ էր կապված, այնտեղ անվանարկում էին նաև մեր զին հաշմանդամներին, ձեր տեսակետը կուզեմ, որտեղ մենքով է խոսում պարոն Ղազարյանը, շնորհակալություն։